Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված դեսամարկանայք անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ համաբուժարաններ է դիմել 429 կին, որոնցից 399-ը հետազոտություններ է անցել սրտաբանության և աչքի կլինիկաներում, 18-ը վիրահատվել է։ Ակցիայի շրջանակում այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաև գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք և ստանալ համապատասխան անվճար բժշկական օգնություն։ Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ևս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով, բնակչությանը կսպասարկի մասնավորի կողմից ներկրված ևս 32 ավտոբուս։ Անձրևային տեղումների ժամանակ մայրաքաղաքում երթևեկության հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով համապատասխան կառույցներին հանձնարարվել է կարճ ժամանակում ավարտել հեղեղատարների մաքրման աշխատանքները։ 2013-ի ծրագրերով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նախատեսված վերգետնյա տնանցումների կառուցման հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու նպատակով։ Մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների ու բակային տարածքների մաքրման ու աղբանությանն անդրադառնալով հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել չնախատեսված վայրերում աղբի կուտակման դեպքերը բացառելու ուղղությամբ։ Անդրադառնալով մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին, զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են ըստ վարչական շրջանների ձևավորված են առանձին խմբեր կից պատասխանատուներով։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ոռոգման ցանցերի անցկացման և կանաչապատման աշխատանքների, այդ թվում գարնանային ծառատունքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ։ Հանձնարարվել է աշխատանքներում ակտիվորեն ներգրավել բնակչության ու համատիրություններին ծառատունկեր կազմակերպելով նաև բակային տարածքներում։ Քաղաքապետը հանձնարարել է Հյուսիսային պողոտայի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների համալիր ծրագրի իրականացման մասով ներկայացնել հստակ ժամանակացույց։ Բազմաբնակարան շենքերի, արձանների, կամուրջների և ժայռային հատվածների արտաքին գեղարվեստական լուսավորության հետ կապված Երկհաղլույս ընկերության տնօրենը զեկուցել է, որ պարբերաբար կույքագրվում և վերացվում են լուսավորության ցանցում առկա թերությունները։ Նշվել է, որ աշխատանքներ են տարվում Միասնիկյան պողոտայի, Սարալանջի ճանապարհահատվածի և Հրազդանի կիրճի ժայռային հատվածների գեղարվեստական լուսավորության ապահովման ուղղությամբ։